Արման Եղոյան լսել եք որը լսել եք ասեք որը Դավիթ Դանիելյան լսել չնդված քաղաքապետ Դեգե Բաբրետը Նարեկ Բաբայան Լևոն Քոչարյան Իսմետ Վարդանյան Պարոն Մալյան աշխատակիցները պատրաստել են տունել, որովհետև ընդեղ չի տեղավորում էլ հարցերի մեջ։ Վերենք մի անգամից հանձնում։ Կարող եք միայն հաշվեք, բախտից չլինի։ Ժորժ ջան, միայն խնդրեմ մի փոքր կողմ գաք, ճանաչողական այցի մասնակիցները եւ երեխաները մուտք գործեն։ Ասել եմ կարող Ազարանին, որ հայտարարել մասին։ Ճիշտ ասած ինձ արդեն երջանիկ եմ զգում, որովհետև 2022 թվականի սեպտեմբերի 15-ին, երբ որ ես այս ընդունանից դուրս եկա, դիմակավորված ոստիկանները ինձ տապալեցին գետին ձեռնաշղթաներով տարան ոստիկանություն։ Այս անգամ չստացվեց։ Հիմա այս պայդրությամբ առայժմ ոնց որ թե որևէ արձագանք ոստիկանը չկա, դա արդեն մեծ հաջողություն է, եւ ես վստահ եմ, որ նման բան այլևս չի լինի եւ ձեռնաշղթաներով ազգային ժողովից ոստիկանություն կտարվի Նիկոլ Փաշինյանը անվստահության մասին որոշումը կայացնելուց հետո։ 10 օրվա ժամկետը լրանում է մայիսի 8-ին, մայիսի 8-ին լրանում է Նիկոլի 7 տարին, որ ինքը իշխանությունը զավթել է Հայաստանում։ Այդ ամսաթվի հետ էլ բավական, այսպես ասեմ, մեծ հույսեր ունենք։ Քայլերի հաջորդականությունն եմ ուզում ձեզ ներկայացնել։ Սպասում ենք 10 օր, սպասում ենք ճակերտավոր, որտեղ մենք մեր ակտիվ գործունեությունը սկսում է հենց այս օրվանից, այսինքն ակտիվ հանդիպումներ քաղաքական հասարակական դերակատարների հետ, քաղաքական կուսակցությունների հետ։ Ես ասեցի առաջին հերթին դիմելու ենք, նախաձեռնելու ենք հանդիպումներ առաջին նախագահի, երկրորդ, երրորդ նախագահների հետ, հայ հեղափոխական դաշնակցության հետ մեծ ցանկություն ունենք հանդիպելու կնախաձեռնենք, հուսով ենք չեն մերժի, հանրապետական կուսակցության հետ, Հրանտ Բագրատյանի ազատություն միասին այլընտրանքայիշ։ Հա, այդ միասին ազատության կուսակցություն ես նկատում էի Հրանտ Բագրատյանի հետ, Արտուր Վանեցյանի հետ հայրենիք կուսակցության շրջանակներում, նաև այս ամեն ինչը մի մասը պայմանավորվածությունների փուլում է, օրինակ Արտուր Վանեցյանի հետ ես խոսեցի ինքը ամսի 30-ին այստեղ կլինի նոր արդեն հանդիպման մասին կպայմանավորվենք։ Լևոն Տեր-Պետրոսյանին, պարոն Լևոն Զուրաբյանի միջոցով արդեն խնդրել ենք հանդիպման մասին ու ընթացքի մեջ է։ Փորձենք այս գաղափարը, այս հնարավորությունը իշխանափոխության հնարավորինս լայն հանրայնացում ապահովել սրա համար։ Հաջորդիվ, մի վարքյան ես սաղ ծրագիր ասեմ, հաջորդիվ 10 օր հետո, եթե մեր հարգելի որոշ մասը պատգամավորների, իսկ որոշ մասը ոչ այդքան հարգելի պատգամավորներից ոչ մեկ չի նախաձեռնում իմպիչմենտի գործընթաց, այդ դեպքում շատ արագ նաև այդ հանդիպումների շրջանակը հաշվի առնելով, այժմ հարցիկ մի անգամից պատասխանեմ, այդ հանդիպումների շրջանակում փորձելու ենք նաև գեներացնել այդ այսպես սպասված տեխնացուին, որը մեր համար բացարձակ սպասված չի, բայց այն տեխնացուին, որի շուրջ արդեն իմպիչմենտի պարտադիր կամավոր բան կլինի արդեն։ Եթե մի վարքան ասեմ, եթե 10 օրվա ընթացքում
մեր հատկապես ընդդիմադիր քաղաքական ուժերը իրանց ներսում չկարողացան ուժ գտնեն, որ գոնե գործընթացի շրջանակներում մի կողմ թողեն իրանց ատելությունը, այսինքն մենք արձանագրեցինք, որ մեր ընդդիմադիր падգամավորները իրար ավելի են ատում, քան Նիկոլ Փաշինյանին, 10 օր հետո մենք այդ արձանագրման պատասխանը կիմանանք, մի վերջացնեմ խոսքը նոր, այդ դեպքում այդ նիհիլիզմի մթնոլորտը կոտրելու միակ տարբերակը այնա, որ հանրությունը ինքը այդ տեխնացուին վերջապես գեներացնի ստեղծի հայթայթի բերի падգամավորներին այս ոչ Ներսից են ուղարկել։ այսի քպայական կրետ գեներացնի ներկայացնի միասնական տեխնացու է դեռ ամեն Բագրատ Սրբազանը չի եղել երբեք տեխնացու չի եղել տեխնացու չի եղել impeachment-ի նախագիծ չի եղել թուղթ չի եղել Բագրատ Սրբազանի կամ որևէ այլ մարդու ես միայն ուրախ կլինեի անկեղծ ոչ թե սա ասում չի եղել որ տիպը չեմ ուզում լինի որտեղ Բագրատ Սրբազանի հետ ենք հանդիպելու այլ չի եղել որտեղ նման թուղթ չի եղել ոչ մեկ չի ստորագրել եւ Բագրատ Սրբազանը հետեւաբար բացի հրապարակում տեխնացու հայտարարվելուց այն կողմ չի գնացել Եթե ուժերը տեխնացուի շուրջ, այսինքն եթե դա չլինի չհաջողի խորհրդարանում ինչ-որ տեխնացուի շուրջ համաձայնություն, որոշման նախագիծ եւ այլն, կա տեխնացու, որը հստակ դուք, այսինքն ձեր շարժման անդամներով արդեն ունեք ձեր աչքի տակ, որ եթե այնտեղ չլինի դուք միանշանակ, այսինքն դրա հակառակը նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանը անփոխարինելի է։ Իսկ դա այդպես չի։ Տեխնացու վստահ եմ, կա թե Հայաստան դաշինքի մտքում, թե պատիվ ունեմ դաշինքի մտքում, դու միգուցե նաև մի վարքյան, դու միգուցե նաև ՀՊԱ-կան որոշ պատգամավորի մտքում։ Այդ տեխնացուին չհրապարակելու բան կա, խնդիր կա։ Ինչու ինչ է տարբեր պատճառներով։ Ոնց են այդ տարբեր տեխնացուներին բերելու մի դաշտ, որովհետև եթե ասում եք պատիվ ունեմ իր տեխնացուին ունի մտքում, չգիտեմ, Քոչանյանները իրենց, Սրբազանը իրենց, որ տարբեր մարդիկ են 3-4, ոնց են այդ 3-4 Կարճ պատասխանեմ, ոնց ուզում են, եթե իրենց նպատակը Նիկոլ Փաշինյանից ազատվելն է, ուրեմն ոնց ուզում են, թող նստեն մի սեղանի շուրջ ու ոնց ուզում են կան համաձայնության։ Կրակը չեն կնգել ժողովուրդ։ Այսինքն ինչ նշանակում ոնցը, ոնց ասեի արդեն ոնց։ Իսկ եթե ԿՊ-ն որոշի, որ Նիկոլ Փաշինյանը չի, բայց ԿՊԱ-ականներից մեկ այլ տեխնացու, դուք այդ տարբերակին ո՞վ եք։ Հələ թող է տարբերակ լինի, կաղանես մարդուն բանանում առաջադրում Չգիտեմ, անկես չեմ մտքովս չի անցել այդ։ Այսինքն ես դասա պարոն Մալյան, որ դուք Արթուր Վանեցյանի, Լևոն Տեր-Պետրոսյանի, մյուս արտախորհրդարանական ուժերի հետ հանդիպել եք առաջինը տեխնացուի անվան շուրջ։ Ոչ, առաջինը ներկայացնելու ենք process-ը, առաջինը ներկայացնելու ենք մեր քայլերի հերթականությունը ծրագրի, որը էսպայն հրապարակային չի, ինչ-որ բայց ամբողջությամբ հրապարակային կլինի։ Ծրագիր գոյություն ունի Վայջան։ Այդ ծրագիրը հրապարակ ասելու ենք Օրինակ Արթուր Վանեցյանի կամ չգիտեմ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ խոսալուց ասել են որ գոյություն ունի այս ծրագիրը որ ինչով կարող է օգնի այդ մարդը գործընթացի շուրջ կոնսոլիդացիայի ձևավորմանը եւ այլ կամ թեկուզ իր այսպես ասեմ քաղաքական օրհնությունն էլ եթե դա այդ գործընթացին շատ դեպքերում էլի շատ նորմալ արդյունք է որևիցե ակնկալիքով չեն գնում կամ որևիցե խնդրանքով մենք գնում ենք ներկայանալ Չէ, բացարձակ տրամաբանական չէ լինի 4 անգամ այդ հարցին Էդգարը պատասխանը։ Դե մեր նամակի մեջ ոչ մի անձնական խնդրանք չկա, մենք իրանցից ոչ մի անձնական ակնկալիք չունենք, բացի որպես падգամավոր իրենց պարտականությունները կատարելուց։ Եվ իրենք ոչ թե պետքա փորձեն սրան անլրջության գնահատականներ տալ, այլ իրենք լուրջ վերաբերվեն իրենց կարգավիճակին եւ իրենց կարգավիճակից բխող գործով մենք լուրջ ենք վերաբերվում եւ ես կարծում եմ որ այս հասարակության մեջ այս ամեն ինչին լուրջ վերաբերվող մարդկանց թիվը 100,000-ներով է հաշվում։ Կապայից ձայներ են պետք ցես։ Հիմա դուք այդ ձայները ունեք, խոսակցություններ կան ինչ-որ մարդկանց հետ, ովքեր կմիանան այս նախագծին։ Գիտեք ինչ, ես կարծում եմ ձեր հարցադրումը ըստ էության սխալ է։ Դա տարածված թեզեր եք ներկայացնում։ Դուք ունեք Խոսակցություններ կա պայմանավորված։ Հիմա ես ասում եմ, ես որևէ ձայն պիտի չունենամ։ Յուրաքանչյուր падգամավոր անկախ դրանից ինքը ԿՊ-ից է, Հայաստան խմբակցությունից է, թե անկախ падգամավոր է, ինքը պարտավոր է հսկել կառավարության գործունեությունը։ Կառավարության գործունեությունը դա այն է, ինչ որ պիտի բխի կառավարության ծրագրից։
Հիմա դուք ասում եք, գիտեք ինչ, մեր երկրում ձևավորվել է մի հատ sense հանցավոր խումբ, որ սահմանադրություն, օրենք, կառավարության ծրագիր, ամեն ինչը դրել են մի կողմ, ինչ ուզում անում են, խոստումներ տվել են ժողովրդին, թե չէ, ուզում են գործի գալիս են, ուզում են նախաձեռնություն ցուցաբերում են, ուզում են չեն անում, հաշտվեք դրա հետ։ Ոչ, մենք չենք հաշտվում դրա հետ եւ ասում ենք, որ յուրաքանչյուր պատգամավոր պիտի իր առաքելությանը լուրջ եւ պատասխանատու վերաբերվի հաշվետու Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու, որովհետեւ ամեն մի պատգամավորը սահմանադրության առանձին վերցրած ներկայացնում է ողջ ժողովրդին։ Եվ այս այդ 107-ից յուրաքանչյուրից որպես ժողովրդի ներկայացուցիչ, ասենք ներկայացուցիչ ոչ թե ներկայացնում եմ ժողովրդին, այլ որպես մի մաս քաղաքացի։ Ես իմ բաժին պատասխանատվությունը պահանջում եմ նրանցից իրենց գործունեության համար։ Եթե կպարզի, որ մեր հասարակության մեջ կա եւս 10 մարդ, ուրեմն մենք կլինենք 10 հոգի։ Եթե կպարզի, որ կա քաղաքացիական գիտակցություն ունեցող 10,000 մարդ, կլինենք 10,000։ Եթե կպարզի, որ կանք 1 միլիոն, կլինենք 1 միլիոն եւ կպահանջենք մեր ծառայողներին, հանրային ծառայող պաշտոնյաներին, որպեսզի իրենց սահմանադրական պարտականությունը կատարեն։ Մենք ոչ մի պահանջ չունենք։ Բացի իրանց պարտականությունները, մենք չենք ասում նոր ծրագիր հաստատեք, որտեղ գրած լինի, որ ԵՀԿ Միսկի խումբը պետքա դեր ունենա Լեռնային Ղարաբաղի խնդրի հարցում։ Այդ արդեն գրած է։ Իրանք են դա գրել։ Եվ իրանք պարտավոր են իրենց գրածը կյանքի կոչեն։ Եթե դա չեն անում, ուրեմն պետքա հեռացնել կամ բան։ Պարոն մեկ հստակեցում Նարեկ Մալյանը Արթունենք շարժումից ձեր գործընկերը նշեց, որ թերևս այս գործընթացին դեմ են միայն Քոչարյանը եւ Ռոբերտ Քոչարյանը եւ Նիկոլ Փաշինյանը։ Ասացին ի պատասխան հարցադրումների, որտեղից այդ վստահությունը, որ Ռոբերտ Քոչարյանը դեմ է, նշեց ձեր անունը, ասեց Էդգար Ղազարյանից հարցրեք։ Դուք որտեղից գիտեք, որ դեմ է պարոն Քոչարյանը նախաձեռնությանը, իմպիչմենտին։ Ես ճիշտ ասած չգիտեմ Ռոբերտ Քոչարյանի կարծիքը այս նախաձեռնության վերաբերյալ։ Հանդիպել եք, խոսել եք այդ առողջ։ Ես Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպում ունեցել եմ, բայց այդ հանդիպման մասին նրա տեսակետը ներկայացնելու իրավունք չունեմ։ Նախագահ Քոչարյանը իր տեսակետները կարող է հայտնել անձամբ կամ իր գրասենյակի ղեկավարի միջոցով։ Կոնկրետ այս գործընթացի հետ կապված ես կարծում եմ, որ մենք ակնկալիք չունենք ունենալ պարոն Քոչարյանի կամ նախագահ Սերժ Սարգսյանի կամ Լևոն Տեր-Պետրոսյանի կարծիքը, որովհետև նրանք падգամավորներ չեն։ Այս գործընթացի վերաբերյալ որոշում կարող են կայացնել միայն նրանք, ովքեր ազգային ժողովի падգամավորներ են։ Իսկ նրանք, ովքեր падգամավորներ չեն, այո, կարող են, օրինակ մենք պարոն Մայլյանն էլ ասաց, մենք դա քննարկել ենք, առաջիկայում արտախորհրդարանական ուժերի հետ ու նախագահների հետ հանդիպել ենք հասկանալու համար նրանց դիրքորոշումները հետագա հանրային process-ներին աջակցություն ցուցաբերելու իմաստով, բայց իրավական առումով նրանք այս որոշման կայացման հետ ըստ էության կապ չունեցող մարդիկ են։ Փոխանցման շարժումների այդ կոնտեքստում եք ցանկանում հանդիպել նախագահների հետ։ Այո, հետագա քաղաքական process-ների, որովհետև Ինչ ձևով եք հանդես գալու, ինչպես նախկինում օրինակ բոլոր դեմքերում եղել է։ ինչ նկատի ունեք։ Եվ մարդիկ նույն դեմքերը եւ նույն ձևը փոխանցանի շարժում։ Ես չեմ կարող ասել, թե իմ ակնկալիքը այն է, որ եթե падգամավորները առանց որևէ մեկից ներկայության, աջակցության, անվստահության գործընթացը կանեն որոշում կայացնեն, ապա որևէ մեկն էլ փողոց դուրս գալու կարիք չունենա։ Եթե դա չեն անի, ապա բոլոր այն քաղաքացիները, ովքեր կիսում են այն արժեքային մոտեցումները, որը հիմա ես ներկայացնում, այլ որ նրանք պարտավոր են անել իրենց սահմանադրական պարտականությունները, եւ մենք կհավաքվենք նման, ապա մենք բոլորով այդ պահանջ իրանից թե ովքեր կլինեն նրանց դեմքերը ում են խորհրդանշում կամ բան, ես դա չեմ կարող ասել եւ նրանց ցանկացածի տեսակետին ես հարգանքով կվերաբերեմ, ովքեր կիսում են այս մոտեցումները։